Պարոն Ստեփանյան, անդրադառնանք Երևանի տրանսպորտի խնդրին։ Մայր Հայաստանը պարբերաբար բարձրաձայնում էր, որ խնդիրներ կան եւ այսօր էլ անձեն աչքով տեսանելի է, որ տրանսպորտի խնդիրը օրեցօր աճում է, քաղաքացիներն են բողոքում այդ մասին, վարորդներն են անանուն գրառումներ կատարում կամ բողոքը ներկայացնում։ Սա ինչի մասին է խոսում։ Ինչու է Երևան քաղաքում այս խայտառակ իրավիճակը տիրում։ Ձեր կողքի դահլիճում նստած են ոչ կոմպետենտ կառավարիչներ, որոնք որ երևանցիների կողմից 23 թվականին մերժվել են, խայտառակ են եղել, երևանցիների 9% ձայնն են վարչական ռեսուրսի կիրառմամբ ստացել, հիմա մի կերպ թառելով այդ աթոռն քաղաքապետին, սկսել են երևանցիներից մուր հանել։ Երբ իրենք այս չբարեփոխված տրանսպորտը թանկացնում էին ու ստում էին քաղաքացիները, որ մենք նորմալ բարեփոխումներ ենք անում, դուք չեք սպասելու կանգառում, այն կանգառներում, որոնք մենք դարձնելու ենք smart, տանիքներով, տաք, նորմալ վիճակում լինելու, խափում էին, թանկացնում էին, իսկ Հայաստան խմբակցությունը իր ավականներով բոյկոտ էր կազմակերպում, լավ իմանալով, որ հերթական սուտն ու կեղծիքն են տարածում։ Չլսեցին մեզ, իրենց հակառակ քաղաքացիները մեզ լսեցին ու սկսվեց բոյկոտը։ Իսկ իրենք մեզ ասում են, որ ոչ բոյկոտ չկա, մեզ քաղաքացիները վստահում են ԿՊ-ի բերած այս նախագծին ոչ բարեփոխված ու դուք ստում եք, այդպիսի բան չկա, եկանք փաստեցինք նրան, որ արդեն քաղաքացիները համատարած իրար նայելով իրավացի ճիշտ տեղը չեն վճարում, քանի որ դուք իրենց ոչ մի նորմալ սպասարկում չեք ապահովում։ Ժամերով կանգառներում սպասում են, կանգառներ գոյություն չունեն, խայտառակ խցանումների մեջ են, մի վարչականից մյուս վարչական հասնելու համար ժամ ու կես են, դուք եք ստիպում այս մարդկանց վճարեն։ Հիմա տեսան էդ էլ չի ստացվում, քաղաքացիները դեմ են գրում, դարձրեցին, ասեցին ընդդիմադիր Մայր Հայաստան ավականներն են մեղավոր, էդ էլ օգուտ չտվեց, հիմա ով է մեղավոր, վարորդները, ինչի համար ասում են վարորդները պետք է համ վարեն, համ հսկիչի գործանեն, համ այդ մեքենաները մաքուր պահեն, հետո գիշերվա ներողություն էլի ասեմ այսպես ժողովուրդը ոնց որ բողոքում ասում գիշերվա միլիոնին մեքենան տանում կանգնացնում եմ մի կերպ լվում եմ միջև հասնում եմ տուն լինում է գիշերվա ժամը 4-ը առավոտ 7-ին նորից ինձ բերում են ու այս մարդը հոգնած քունը գլխին գալիս է վարում այս մեքենան ու այս տրանսպորտային պատահարները ավտոբուսների մի մեղավորությունը վարորդների վրա մի գցեք իրենց գործելավոշն է ստիպելու արդյունքում որ հսկիչները չկարողացան, ժողովուրդը չլսեց մեզ, հիմա վարորդներին ստիպում են, ասում են, համ վարի այդ 70 մարդուն տեղափոխի, համ թեքվի տես ով է վճարում, ով չի վճարում, խայտառակ վիճակ է։ Ու ուզում եմ այստեղից դիմել վարորդներին, սիրելի վարորդներ, մի տրվեք այս ԿՊ-ի շանտաժին, ինձ որ իրենք ժողովներ են անում, ասում են հանկարծ գումար չհավաքվեց, ձեր պարգևը բաներից աշխատավարձից պահում կլինի, մի տրվեք, այս քաղաքացիները ձեր բարեկամներն են, ձեր ընտանիքներն են շարժվում այդ տրանսպորտով, միահամուռ եղեք եւ ձեր խոսքը բարձրացեք, միանշանակ իրանք ստիպված լսելու են։ Իրանք շանտաժի լեզվին են անցել, ուրիշ բան չունեն Պարոն Ստեփանյան, նաև հիշեցնեմ այն մասին, որ այս բարեփոխումները երբ որ կատարվում էին, նրանք նշում են քաղաքային իշխանությունը նշում էր, որ վարորդները միայն վարելու համար են եւ այն կոպեկները, որ նախ կոպեկներով էր հավաքում էին, իրենց համար ծխախոտ էին առնում, վարորդերին վիրավորում էին, հա, այսպես ասած։ Հիմա ինչու են ներգրավել այս գործընթացի մեջ։ Մինչ այդ ասում էին, որևէ կոնտակտ չպետք է լինի ուղևորների հետ, հիմա քաշել են գործընթացի մեջ եւ ինչ որտեղ էլ նաեւ Այս են մարդիկ են, որոնք գազելներից էին կախված, դոշ էին ծեծում, որ մի թանկացրեք։ Իրենցից ոչ մի նորմալ բան թող չսպասեն։ Վարորդներին ով մեղադրում է, հենց իրենք են, այս ամեն ինչի ոնց ստեղծվել է այս խայտառակ կոլապսային վիճակը, իրենք են մեղավորը։ Վարորդը մեղավորություն չունի։ Դուք ապարատներ արեք, միլիոնավոր դրամներ, որ կոպեկով ստանան։ Տեսակ չէ, դա չի լինում, ապարատները հանեցիք, դարձրեցիք, թանկացրեցիք, ասեցիք լավ, հələ սենց փորձենք, վալիդատոր սարքերով, բերե տրանսպորտի մեջ երկու կողմից վալիդատոր սարք են դրել, էլի միլիոնավոր դրամներ են դուրս գրել։ Հետևի դուռը փակում են, այս դուռը դիմացը բացում են, խցանումն են առաջում, մարդկան ներվային իրենց, որ իրենք ներվայնանում են հիստերիկ բաներ, ժողովուրդն է ներվայնանում։ Այդ դռնից մտնում է, այդ մի վալիդատորը չեն հասցնում, ամեն ինչ կա բարդացրել են ու այս ամեն ինչի մեղավորն ու պատասխանատու քաղաքացիական պայմանագրի 9%-անոց քաղաքապետի հետ վարորդները մեղավոր չեն։ Ուղղակի վարորդները կան վարորդներ, որոնց իրենց պահվածքը, այսպես ասած, շատ տհաճ է, տրվում են սադրանքներին, ինչի համար, որտեղ այս մարդիկ են տուն պահում, ասում են աշխատավարձը կրճատեն, գումար չենք տա, չեք կարող տուն պահել, տրվում են, բայց եթե միամուռ լինեն
ոչ մի բանը չեն կարող անել։ Ինչ են անելու։ Հայտնի է, որ վարորդներ եղել են, ում աշխատավարձից Այո, ինձ շատ վարորդներ ահազանգում են ու հիմա տհաճ մթնոլորտ ավտոբուս ՓԲ-ում վարորդների հետ վատ են վարվում։ Վարորդի աշխատավարձից են բախվել։ 3-4 վարորդի օրինական իրանք ցույց են տալի, տեսեք իրենց նման կանենք, իմ այդ 3-4 վարորդի աշխատավարձ պահել են, բայց այնտեղ ոչ անառողջ մթնոլորտ է վարորդների մեջ, ու իրանք հասկանում են։ Հիմա վարորդներին առավոտյան կանչում են ՓԲ, այսպես ներվայնացնում են ու ասում են գնացեք մեր քաղաքացիներին արկետից տարեք բեկետը, դրա համար էս էլ վիճակն է։ Պետք է այնպես անենք, որ վարորդները չտրվեն այս 9% անոցների սադրանքներին, ու ես դες վստահեցնում եմ հունիսի 7-ին այս ամեն խայտարակ վիճակը մեր քաղաքացիները պատասխանը տալու են սրանց։ Երևանցին այս գույքահարկ, աղբահանություն, տրանսպորտ, տեղական турքեր, ասֆալտը խայտարակ վիճակով, այս ամեն ինչ թանկացնելով Երևանցին, ՀՊ-ին խայտարակ պարտության է ենթարկելու։ Ես դες վստահեցնում եմ։ Իսկ խցանումների մասին ինչ կարող եք ասել։ Մի վարչական շրջանից մի վարչական շրջան գնալու համար քաղաքացիներին 2 ժամ է պետք։ Անձրևի տակ ասֆալտ են թռում, սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է նորից կրկնեմ ոչ կոմպետենտության մասին ու շատ գումար սեփական գրպանները լցնելու մասին։ Հիմա որ իրանք իշխանություն են ձևավորել մի կերպ, իրանց ուղեղներում արդեն աղքատությունը կորել է, իրանց գրպաններում աղքատություն էլ չկա, բայց փոսերը Երևանի ասֆալտապատումը 4 միլիարդ 292 միլիոն դուրս գրեն երևանցիների վճարած հարկերից եւ այսպիսի ասֆալտ ամիսներով փոսալցում չեն կարողանում։ Այն փոսն է, որ լցնում են անձրևը քշում գալի տալիս է։ Գիտեք ինչի համար, որովհետեւ անկախատեսելի անձրև է գալի Հայաստանում։ Երևանում անձրև է գալիս, հետո գիտեք դրա մեղավորն ինչա, որ ասֆալտը քանդվում է։ Աղը։ Աղից հետո էլ հիմա անցել են մեղավորներ են գտնում։ Եթե մի մարդ իր ենթակային ասում է փոսալցում է կարա, ասում է այո, բայց դա ջուր եկավ քշես տարեց, ինչ եք ուզում։ Ասֆալտապատումը խայտարակ վիճակում է, իրենց տրենդը ինչ է սարքել ասֆալտը։ Մենք ասֆալտ ենք անում, տեն մեկ ինչ ասֆալտ է կանում։ 24 ժամ հետո քանդվում է, նորից է կանում, որովհետև շատ գումար կա դրա մեջ ասֆալտը, դա ասֆալտը իրենց առաջնորդն է ասել։ Իսկ ինչ վերաբերվում է խցանումներին, 2 միլիարդ 100 միլիոն դրամ կարմիր գծերից գումար են հավաքել։ Այն կարմիր գծերից, որ 12000-ից դարձրեցին 160,000 դրամ, Հայաստանը դիմեց դատարան, տարբեր ատյաններում հաղթեց դատը, այս մարդիկ դատարանի որոշումը չեն անում։ Հնարավոր չէ թեթևացնել որոշակումով, ինչ համար։ Ինչի համար թեթև, բայց իրանք չեն ուզում թեթևացնել, իրենք գումար են շատ ուզում հավաքել։ Նույն այդ խցանումները, այդ որ տրանսպորտը գիծ են առանձնացրել, այդ տրանսպորտի գծի մեջ մի հատ էլ կարմիր գիծ կա։ Համընդես թանկացած տրանսպորտից են քերում քաղաքացիներից, համել են կարմիր գծին են ալան-թալան անում, որովհետև չկա այնտեղ մարդ նստած, որ հասկանա, ասել այդ գծերը բացեք, մարդիկ թող այդտեղ առանց խցանման տրանսպորտերը գնան։ Չէ, 2 միլիարդ 100 միլիոն հավաքել են, էլի հավաքում են, որովհետև լռում են, որովհետև հանդուրժում են Երևանցին, որովհետև ձայն չի հանում, որովհետև ծառերը կտրեցին, առողջ ձայն չհանեցին, տրանսպորտը թանկացրեցին, գույքահարկը 100% թանկացրեցին, ձայն չհանեցին, ասֆալտապատումը, աջուձախ մարդիկ իրենց սեփական մեքենաները 50-60 հազար, 100 հազար դրամ վնաս են կրում քաղաքում, ձայն չեն հանում, միայն վրդովում են, հայում են, անցնում են առաջ, իսկ ես սրա միակ, այս ամեն ինչի թարս ապտակը Երևանցիները, որ ասում են միջև այստեղ է լցված է, հունիսի 7-ին բոլորս միամոռ ուժերով միասնական դուրս գանք տնից ու մերժենք սրանց ՔՊ-ին ու հանրապետություն կցրտ կուսակցության։